Խաչիկյանին ճանաչել եմ 2005 թվականից։ Շատ մեծ ավանդ ունի, ներդրում ունի նա մեր այսօրվա կատարած աշխատանքի համար։ 2009 թվականից պարոն Խաչիկյանն ասաց, որ անսամբլում պետք է լինի կոնկուրս եւ կարող եք գալ մասնակցել։ Մենք մասնակցեցինք կոնկուրսին, ժյուրի անդամներ էին նստած։ Ինքը շատ մեծ ոգևորություն ապրեց, երբ անցանք այդ կոնկուրսը։ Դեռ ուսումնարանը չավարտված, մենք աշխատում էինք արդեն երգի պետական անսամբլում։ Պարոն Խաչիկյանը մի խոսք ուներ, որ միշտ ասում էր, որ այս կյանքում անփոխարինելի մարդ չկա, բայց երբ եկավ ժամանակը, որ մենք հասկացանք, որ առանց իրեն մենք չենք կարող, ու հիմա կարծում եմ, որ իր խոսքը կարող եմ ասել, որ սխալ էր։ Ինքը այն մարդն էր, որ իր տեղը դատարկ մնաց ու ինքը միշտ մեր համար անփոխարինելի կլինի այս կյանքում։ Շատ մեծ ցանկություն կունենայի հիմա տեսնելու իրեն։ Միակ բանը, որ կարող եմ ասել, շնորհակալություն, որ այդքան մեծատառով մարդ, վարպետ ու այսքան իր կյանքը տվեց մեզ ու հայ պարարվեստին։ Ինքը մեզ եղել է հայր, հետո հետագայում մեր երեխաների համար որպես պապիկ ու ջանք ու եռանդ չի խնայել, մեր ամենանեղ ու վատ օրերին մեր կողքին է միշտ եղել, ընդառաջել է ամեն հարցով։ Ես փառք եմ տալիս Աստծուն, որ ճանաչել եմ ու ունեմ իր նման մարդ իմ կյանքում ու միշտ մենք երբեք չենք կարող մոռանալ իր արած գործը, իր դրած ամեն ինչը, չկա այդպիսի մի փորձ երգի պետական անսամբլում, որ մենք այդ օրը իր անունը չտանք ու ինչ-որ դրվագում չհիշենք, որ այստեղ Խաչիկյանը այսպես էր ասում, Խաչիկյանը այստեղ այսպես էր դրել։ Երբ վատառողջ էր պարոն Խաչիկյանը, մենք գնացինք իրեն տեսակցության հիվանդանոց, հետո ուզեց քայլել, դուրս եկանք միջանցք, որ օգնենք կարողանա քայլի։ Այդ պահին ինքը տեսավ, որ միջանցքում հիվանդանոցի դրված էր պատի վրա, փայտեր էր փակցված, ու շատ իր նայեց կողքը ու ասեց, այստեղ շատ հարմար կլինի որպես տանոք օգտագործել, ու քանի որ ես չեմ կարողանում գալ գործի, դուք բոլորդ կգաք այստեղ ու մենք այստեղ կլասիկա կպարապենք։ Ինքը այնպիսի կյանքով ու ամեն ինչով լցված էր, որ